Նախորդ դատականից հետաձգվեց Քուչուբաևի բացակայության պատճառով, ինչպես հիշում եք, հենց դրանից նախորդող դատական նիստի ժամանակ, հենց դատանի դիմացից Քուչուբաևը ապօրինի անհիմն բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալվել էր, այնուհետև անհիմն կառնավորվեց, այժմ գտնվում է ազատության մեջ, կարելի ասել բացասական զարգացումների հետևանքով այժմ ճիշտ է դրսում ենք գտնվում, բայց ցավոք մեր տիկնոջ հետ կապված տեղեկացել եք լրատվականներում առողջական խնդիրներ էր առաջացել բալիկի ծնվելուց հետո, ինչևէ չեմ ուզում անդրադառնամ ավելի մանրամասների, ինչ կլինի այսօր չեմ կարող ասել, չգիտեմ դատանի դիմացից այսօր նիստից հետո ում կձերբակալեն թե չեն ձերբակալի, մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ ամեն ինչ ամեն րոպեի հնարավոր է եւ այլևս ոչինչ զարմանալու չէ։ Իսկ այսօր ներկայանալու է դատական նիստին։ Չեմ կարող ասել, տեղյակ չեմ, նույնիսկ չի հաջողվել այս ընթացքում խոսել իր հետ։ Ես ինքս ներգրաված եմ, ճիշտ է, քրեակատարողականում տեսել եմ իրեն, բայց Կառնավայրում տեսել եմ, բայց դրանից հետո չի հաջողվել, չեմ կարող ասել։ Օրհնարություն, փաստաբանների շարունակական, այսպես ասած, կալանավորմանն եք դուք նախորդ անգամ ահազանգում, բայց դրան հաջորդեց ընդդիմադիր համայնքապետերի կալանավորումը։ Այս process-ը նախընտրական քարոզարշավի հետ որքանով եք կապում։ Կարծում եմ միանշանակ կապված է եւ ավելին Քուչուբաևից բացի մենք ունենք եւս մեկ գոլեգա, որը абսուրդային մեղադրանքով այժմ գտնվում է Կառնավայրում, մենք տեսել ենք տեսանյութ, որտեղ նա որևէ քրեորեն հետապնդելի արարք չի կատարում, սակայն իրապահ մարմինները անիրավի իրեն Կառնավայր են տարել։ Գիտեք, այլևս ոչինչից նորից եմ կրկնում, զարմանալ պետք չէ, փաստաբանների նկատմամբ ոտնձգությունների միակ նպատակը համարում եմ ճնշում գործադրել է եւ փորձել վախեցնել փաստաբաններին, ինչը վստահ եմ չի ստացվելու, իսկ քաղաքական գործիչների այլ անձանց ձերբակալությունները, կառնավորումները միանշանակ դա կապված է ընտրությունների հետ, մենք տեսնում ենք, որ իրար հետևից տարբեր համայնքապետեր են անազատության մեջ հայտնվում, տարբեր շինծու նոր գործեր են հարացվում, այս ամենը շարունակական է, այս ամենը սկսվել է կարելի ասել 20 թվականից, մենք բազմիցս բարձրաձայնում ենք իրավապաշտպաններս, 5 իրավապաշտպաններս, անձանց խախտված իրավունքներով անձանց կողքին կանգնելով, բարձրաձայնում ենք, որ սա շարունակական է, որ գնալով ահագնալու է, որ գնալով այս ուխտը շատ-շատերի դրանն է չոքելու, որոշ մարդիկ ինչ-որ առումով կարելի ասել չեն գիտակցում լրջությունը եւ ես վստահ եմ, որ օր-օրի ահագնանալու է նմանատիպ ձերբակալությունների, կառնավորումների, շինծու քրեական գործերի քանակը, որովհետեւ որքան ընտրությունները մոտենան, այնքան այս ամենը լինելու է։ Երեք Ռուբեն Մելիքյան ճիշտ ուղիղ լայվի ժամանակ ճիշտ հաստատ բերեց, որ այժմ ՀԱԾ Այգոսարանում երկու սրբազան է գտնվում, արդեն կարելի է խաչակնքվել անցնելուց։ Գիտեք, այսպիսի բան նույնիսկ մենք վատ երազում չէինք, մղձավանջում չէինք կարող պատկերացնել, որ 3 սրբազաններ կառնավորված կլինեն, որ մի եկեղեցի կարելի ասել, գիտեք, ոնց մոնղոլ թաթարներին դա չէր հաջողվել, բայց հաջողվեց մի եկեղեցի չգիտեմ ինչ ասել, բառներ ոստիկանները հովանավանքում են եւ նրանք այնտեղ հասարակական կարգ են ապահովում, ինչպես նշում են նախարարությունից, բայց օծված քահանան ներս մտնել չի կարողանում եւ այնտեղ ծառայություն է իրականացնում կարգալույց եղած քահանան։ Իրավական առումով այստեղ ինչ է խախտված։ Ինչ պետք է անի այնտեղ կանգնած ոստիկանը, որ օրենքի սահմանում լինի։ Դուք թույլ տվեցիք, որ ես միտքը շարունակեմ հենց եկեղեցու հետ կապված նմանատիպ գործողություններ չի հաջողվել անգամ մոնղոլ թաթարներին, ինչը այսօր անում են այնտեղ ոստիկանները, դա ցավալի է, իրականում ցավալի է, իսկ ինչ վերաբերում է իրավունքի տեսանկյունից, մենք այլևս դուրս է այս ամենը, մենք իրավունքի հետ գործ չունենք, որովհետև ակնհայտ է, որ այն ինչ որ կատարվում է հովանավանքում, դա ապօրինություն է, բայց կապ չունի, այնտեղ են ոստիկաններ, չեն թույլ տալի իրական քահանաներին Կարելի ասել այդտեղ նոր աղանդ է ձևավորվում։
մենք նոր աղանդի ձևավորման ականատես ենք։ Հարությունյան նաև բերանը փակած մի քաղաքացու դուրս հանեցին եկեղեցուց, կխնդրեմ իրավաբանական տեսանկյունից այս հարցին եւս անդրադառնալ։ Տեսեք, մենք բազմիցս բարձրաձայնել ենք, բազմիցս փորձել ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խոսքի ազատության նկատմամբ օր-օրի ոտնձգություններ են իրականացվում։ Դա ցայտուն օրինակն է, թե ինչպես է ներկայիս վարչախումբը, ինչպես է իրավապահ համակարգը վերաբերվում խոսքի ազատություն։ Մենք տեսնում ենք, որ սպան կարող է իրեն թույլ տալ անձին եկեղեցից բռնդել, բերանը փակել, ձեռնություն կարելի ասել գործադրելով դուրս հանել ու զարմանալի չի այլևս։ Եթե եկեղեցում ծափահարում են, դա հենց հետո էլ ոչնչի շուրջ պետք չէ զարմանալ, էլ ոչնչի վրա պետք չէ զարմանալ։ Խոսեցիք խոսքի ազատության մասին, երեք Եվրոպական խորհրդի պատգամավորներից մեկը իսպանացին նշել էր, որ պետք է Հայաստանում զգուշ լինեն, քանի որ խոսքի ազատություն կա եւ խոսքի ազատության համար մարդուն ձերբակալելու պարագայում իրենք գիտեն ինչ պետք է անեն, ինչ կասեք։ Գիտեք, ցավոք սրտի միջազգային հանրությունը հիմնականում Հայաստանի հետ կապված երկակի ստանդարտներով է առաջնորդվում վերջի տարիներին, որովհետև եթե նախկինում մինչև 18 թվականը չնչին զանցանքի դեպքում անգամ մենք հիշում ենք, ինչ աղմուկ էր բարձրացվում կառույցների կողմից, միջազգային դեսպանների կողմից հավատարմագրված Հայաստանում, այնուհետև վերջի տարիներին 20 թվականից հետո բռնություններ, ապօրինություններ, ձերբակալություններ, կալանավորումներ որևէ արձագանք մենք չենք տեսնում։ Մենք չենք տեսել արձագանք, երբ որ հունիսի 12-ին խաղաղ բնակչության նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառում, որը նախատեսված է ահաբեկիչների դեմ պայքարի ժամանակ։ Այդ ամենի ժամանակ մենք լռություն ենք միայն տեսել եւ հիմա sense փոքրիկ, էպիզոդիկ, ինչ որ խոսքերը ես չեմ կարծում, որ դա լուրջ ազդեցություն է գործելու ներկայիս վարչախմբի վրա, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ միջազգային կառույցները, միջազգային հանրությունը առաջնորդվում է սեփական շահով եւ մարդու իրավունքները արտահանելով Հայաստան, ոչ թե պաշտպանելով մարդու իրավունքները ժողովրդավարությունը, այլ ժողովրդավարությունը արտահանելով իրենց պատկերացմամբ, իրենք փորձեցին իրենց երկրների շահերը իրականացնել ներկայիս վարչախմբի միջոցով եւ դրա համար էլ հիմնականում շատ են աղմկալի դեպքերում իրենք լռում են։ Երբ որ նույն հունիսի 12 այլ դեպքեր, խոշտանգումներ, անիրավի կալանավորումներ, բոլոր դեպքերով լռություն է, միայն էպիզոդիկ մենք ինչ որ փոքրիկ խոսքեր կտեսնենք։ Չնայած ողջունելի։ Շնորհակալ եմ։